Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը շարունակում է սոցիալական հարթակներում ակտիվ հրապարակումներով կիսվել և պարբերաբար թարմացումների միջոցով տեղեկացնել, թե ինչ է կատարվում որդու հիվանդության համար նախատեսված դրամահավաքի հետ։ Գոռ Հակոբյանը նոր տեսանյութերով նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր թեկուզ չնչին գումարով օգնություն են ցուցաբերել։ Առաջարկում ենք դիտել դերասանի խոսքը և տեսանյութը։ Ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը նույն տեմպով, նույն ակտիվությամբ շարունակվել է ամբողջ գիշեր ու շարունակվում է մինչ այս պահը։ Ամեն վայրկյան, ամեն միլիվայրկյան իմ հեռախոսին մուտք է լինում, իմ քարտերին ու հաշվի համարներին մուտք է լինում, որ ինչի համար ես անչափ շնորհակալ եմ։ Ուզում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանից փոխանցումների համար մի քիչ հետո ես հավելյալ կտրամադրեմ ձեզ հաշվի համար, որը արդեն վերջնական հաստատված է ու աշխատում է նորմալ։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ GoFundMe-ն չի աշխատում այս պահին, որովհետև վերիֆիկացիայի փուլում է և հոլդի վրա է։ Հիմա մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ հոլդից անենք և կարողանան Ամերիկայի մեր հայրենակիցները փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն, հավելյալ կտեղեկացնեմ բոլոր ինֆորմացիաները։ Ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը էլի մեծ տեմպով շարունակվում է ու շատ կարևոր ինֆորմացիա եմ բերել Ռուսաստանի մեր հայրենակիցների համար։ Արդեն բացվեց հաշվի համար, որը ռուբլու համար է հենց նախատեսված, ու այդ հաշվի համարին դուք կարող եք ձեր փոխանցումները անել։ Համ ստեղ եք տեսնում, համ այն վիդեոյի տակ է արդեն տեղադրված հաշվի համարը, որը որ ես տեղադրել եմ Instagram այն գլխավոր վիդեոյի տակ։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հետևորդներ, մեր դրամահավաքն ամբողջ թափով շարունակվում է այս պահը ու ամենասկզբի պահը ակտիվության տեսանկյունից իրար ընդհանրապես չեն զիջում։ Եթե այսպես շարունակվի, մենք մոտակա օրերը կկարողանանք արդեն մեկնել Մյունխեն։ Ես անչափ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, շարունակենք նույն տեմպով, Աստված բոլորիս պահապան։ Ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը նույն թափով շարունակվում է։ Ես գիտեի, որ մեր ազգը համախմբված է, բայց որ նեղ պահին մարդու նեղ իրավիճակում ուղղակի այսքան մարդ կարող է կանգնել իր կողքին, այսքան հայ կարող է կանգնել իր կողքին, այդ մեկը իմ համար բացահայտում էր։ Ինչքան էլ տարաձայնություններ ունենանք մեկս մյուսից նկատմամբ, ինչքան իրար սիրենք, ինչքան չսիրենք, բայց նեղ իրավիճակում մենք անկրկնելի ենք։ Մենք չեմ խոսում մենակ փոխանցվող գումարների մասին, որ րոպեն մեկ գալիս են, վայրկյանը մեկ գալիս են, ես նաև ուզում եմ ասել այն, որ ուղղակի իմ հեռախոսի համարը գտնում, մարդիկ գալիս են մեր տան դիմաց կանգնում են, ինձ դուրս են կանչում, ուղղակի փող են տալիս, գնում են անծանոթ մարդիկ։ Ես չգիտեմ դա ինչ դաստիարակություն է։ Մենք անկրկնելի ենք։ Ես երախտապարտ եմ բոլորիդ, ամեն մի լումայի համար։ Մի ժամ արդեն լրացավ, որ ես տեղադրել եմ վիդեոն, արդեն մենք 10 միլիոն դրամ փող ունենք հավաքված ու ես չգիտեմ ինչ ասեմ, ես անչափ շնորհակալ եմ բոլորիդ։ Եթե մենք այս տեմպը պահենք, շատ արագ կունենանք մեր թիվը 7 օրում, 5-ից 7 օրում մենք այդ թիվը կունենանք, ժողովուրդ ջան։ Ես շնորհակալ եմ շատ, ուզում եմ նաև այդ GoFundMe լինքի հետ ասեմ, որ Ամերիկայից լիքը նամակներ ենք ստանում, GoFundMe լինքի հետ կապված հոլդի տակ է ուղղակի, որ բացել ենք, վերիֆիկացիա է ուզել այդ լինքը, վաղը հենց ակտիվանա այդ լինքը, մենք բան կանենք, ես հավելյալ կտեղադրեմ։ Շնորհակալ եմ անչափ բոլորիդ։ Ժողովուրդ ջան, մենք անցանք 33 միլիոն դրամի շեմը, ընդամենը 2 ժամ, 2 ժամից մի քիչ ավել։ Անչափ շնորհակալ եմ ձեզ։ Այսենց ամեն 10 միլիոնը մեկ սթորի եմ անելու ու շնորհակալություն եմ հայտնելու ձեզ։ Չեմ բոլորին, ես Գոռ Հակոբյանն եմ, ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է կատարվում ինձ հետ և ինչ եմ ես պասիվ ընդհանրապես համացանցում։ Ցավոք դարի հիվանդությունը նաև ներխուժել է իմ ընտանիք։ Որդուս Ֆելիքսի մոտ 1 ամիս առաջ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող Յուինգի սարկոմա, որը րոպե առաջ անհապաղ պետք է բուժել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Վերջին 1 ամսվա ընթացքում, երբ մենք հայտնաբերել ենք դիագնոզը, արել ենք բազմաթիվ հետազոտություններ Մոսկվայում և Երևանում ու ցավոք դիագնոզը հաստատվել է։ Իմ և ընկերներիս դրամական միջոցները, իմ դրամական միջոցներն ու ընկերներիս մեծ աջակցությունը ցավոք չի բավականացնում նման կարգի լուրջ բուժման համար
ու ես, ինչքան էլ ինձ համար դա անցանկալի է, բայց հայտարարում եմ դրամահավաք։ Խնդրում եմ իմ բոլոր ընկերներին, խնդրում եմ ծանոթ եւ անծանոթ մարդկանց կատարել ձեր դրամական փոխանցումները, որպեսզի ես րոպե առաջ կարողանամ տղայիս հասցնել Գերմանիա։ Բոլոր այն ունեցվածքը, այսպես կարելի ասել, որը որ ես տարիներ շարունակ հալալ քրտինքով աշխատել եւ ստեղծել եմ, հանված է վաճառքի։ Բայց քանի որ մենք ունենք ընդամենը 5-ից 7 օր ժամանակ մինչ մեկնելը, ես չեմ հասցնի այդ ամեն ինչը վաճառեմ, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը։ Բոլոր հաշվի համարները նշված են ներքևում, դրամային, դոլարային հաշվի համարներ, քարտից քարտ ուղղակի փոխանցում Հայաստանի տարածքում։ Նաև կարող եք կատարել փոխանցումներ GoFundMe-ով ԱՄՆ-ից, Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները, ու ես ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը ձեզ։ Աստված թող բոլոր բարիքներին պահապան լինի։ Star News-ն առանձնացրել է նաև Գոռ Հակոբյանի ընտանեկան լուսանկարներից մի քանիսը, առաջարկում ենք դիտել դրանք առանց մեկնաբանության։